Կարոտ եմ ես ոնց ապրեմ։ Տիկին Ժաննան ստեղծագործել է 17 տարեկանից, երգել է մանկության ու երիտասարդության տարիներին, ամեն ուր որտեղ հնարավոր էր։ Այդ ժամանակ գյուղում գրուզավիկ մեքենաներ էին շատ, ասում եմ մեկը ձեր տնից աթար բերեք 4 հատ, որ դնեք ու նստեք վրան։ Մենք էլ բերում ենք գրկած այդ աթարները, դնում ենք այդ մեքենայի վերևը, նստում գնում ենք ամբողջ գյուղերը, ամառանոցները, յայլաները գնում ենք համերգ տալու ամենա երևի լավ ժամանակ ու դրանից հետո ամուսնացա ու ամեն ինչ վերջացավ իմ համար։ Բեմի ճանապարհը փակվել է տասնամյակներով, 30 տարի դասավանդել է Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում։ Մասնագիտությամբ երաժիշտ չեմ, նոտա էլ չեմ ճանաչում, բայց մասնագիտությամբ եղել եմ ուսուցչուհի։ Երգել եմ միայն դասարանում, տանը չէին թողնում, ամուսինս չէր սիրում երգել, ու չի թողել 60 տարի ձենս երգել։ Ամուսնու մահից հետո որդիներն ու դուստրը մայրիկին հորդորել են կատարել երազանքը։ Ասին մամ ջան, սաղ կյանքը թուլացել ես, գնա, ասի սենց բան կա, ասին գնա քո նպատակին հասի, ասի ախր ոնց գնամ այս տարեկին, գնա մա ջան, մենք թույլ ենք տալի, ոչինչ որ պապան չի թողել։ Եվ որոշեց դիմել Ջիվանու անվան աշուղական դպրոց, որտեղ էլ ծանոթացավ Թովմաս Պողոսյանի հետ։ Ինձ մեկը ասեց, որ գիտես, որ այսքան բան ես գրում, ինչու չես գրում աշուղական դպրոց, ասի ես դաշը չգիտեմ դպրոցի համար, որ այդպես դպրոց կա, ու ինձ բերեց տեղ, պարոն Պողոսյանը լսելով իմ երգերը, ստեղծագործությունները միանգամից ասեց, որ դու վաղվանից գալիս ես, ու այդ օրվանից սկսվեց իմ դպրոց գնալ գալը հաճախակի։ Աշուղ Թագուհու երգերը արդեն մի քանի տասնամյակ ընդգրկված են Սայաթ Նովա աշուղական անսամբլի երգացանք։ Այսօր հայ աշխարհական արվեստի համար պատմական օր է, ձեռնադրվում է Աշուղ Թագուհին, վավերացվում է ավելի ճիշտ նրա աշուղ լինելու հանգամանքը, նրան հանձնվում է պաշտոնական վավերագիր և Ջիվանու անվան մեդալը։ Ես կողմնակից եմ, որ մեր արժեքները գնահատենք կենդանության օրոք, թե չէ մեր ժողովուրդը սովորել է, գնա մեռի արի սիրեմ։ Համերգն ու ձեռնադրման արարողությունը ըստ էության տարիների վաստակի ու աշուղ լինելու պաշտոնական վավերացումն էին։ Աշուղ Թագուհի պատվանում գրվեց, ես ձեռնադրելու պատիվն ինձ տրվեց, հատիր վարպետի զարվակ թիկնոցը։ Աշուղ է ոցնում հանցվի Թագուհի, այն նավանդական ապտակը հիմա, սիրով կես կտամ, Աշուղ Թագուհի։ Ինչպես ասում են, երազանքները կատարվելիս տարիք չեն հարցնում։ Որ ես 60 տարի երազանքս է եղել, որ ես իմ երգերը թևածեն ժողովրդիս մեջ, ու ես հանգստանամ, լացել եմ ամբողջ կյանքս։ Ժաննա Թևանյանի երազանքն իրականացավ 77 տարեկանում։ Աշուղ Թագուհու երգերն այսուհետև պաշտոնապես կապրեն հայ աշուղական արվեստում։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։